Շատերն են գալիս այս գանգատով։ Բժիշկ ջան, ինչ անեմ, երբ ամենապատասխանատու պահին կորում է էրեկցիան։ Սա բավականին լուրջ հարց է, որովհետև տղամարդը մեծ հաշվով, ունենալով բավարար պատրաստվածություն սեռական ակտի համար, ունենալով բոլոր նախադրյալները եւ հիմքերը բարեհաջող անցկացման համար, ամենապատասխանատու պահին, երբ պետքա տեղի ունենա սեռական անդամի ներհրում դեպի հեշտոց, էրեկցիան կորում է։ Ընդ որում կորում է այնքան անհետ, որ վերականգնման մասին, հետ բերելու մասին խոսք անգամ գնալ չի կարող։ Եվ մարդկանց մեծամասնությանը անհանգստացում է, ինչն է պատճառը։ Ինչու բոլոր իրավիճակներում կա, մաստուրբացիա անելուց կա, գրելուց կա, խոսալուց կա, պոռնոներ նայելուց կա եւ այլն եւ այլն։ Շատ հաճախ պացիենտն ասում բժիշկ ջան, որ սրճարանում նստած ենք կողքս ինքը քիփ նստած է ինձ կպնում է արդեն մոտս ուժեղ էրեկցիա կա ասում եմ ինձ թվում է հեսա որ գնամ հյուրանոց եսի ինչեր է լինելու չի լինում ոչ մի բան էլ նու տեսեք պատճառները եթե սա շատ կլասիկ է նկարագիրի հիմնական պատճառն իհարկե հոգեբանական բնույթն է այստեղ գերակշիռ դերակատարում ունեն նևրոտիկ տագնապային խանգարումները պանիչսկի ատականները որի դեպքում ամենապատասխանատու պահին ուղղակիորեն էրեկցիան կորում է այսինքն մարդու վերահսկողությունից այս ամեն ինչը դուրս է մնում եւ ամեն անգամ տղամարդը փորձում ավելի շատ ջանքեր գործադրել որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի ինքը ինչքան շատ է ջանք գործադրում որ ամեն ինչ ավելի լավ լինի այնքան ոնց որ թարս գնա ամեն ինչ ավելի հաճախ է սկսում էրեկցիան կորել իհարկե չենք բացառում նաև օրգանական պատճառները շաքարային դիաբետի հետ կապված խնդիրները, խոլեստերին, այրենախտության խնդիրները եւ այլն եւ այլն։ Շատ տարբեր իրավիճակներ պետք է հաշվի առնել։ Այս կլասիկ նկարագիրը ամեն ինչ լավ է եւ կորմ է պատասխանատու պահին, իհարկե ամենաշատ համապատասխանում է հոգեբանական տեսակի խնդիրներին։ Այս դեպքում անպայման իրականացում են որոշակի հետազոտություններ բացառելու համար օրգանական պատճառները, որպեսզի շատ հաճախ պացիենտներն ասում են բժիշկ ջան, դե որ գիտեք հոգեբանական է մի բուժում գրեք, դե կանխատեսելը մտածելը, կասկածելը, նախնական ախտորոշումն ուրիշ հարց է, վերջնական ախտորոշումն ուրիշ հարց է։ Որպեսզի կարողանաս մարդուն ճիշտ բուժում նշանակել, պետք է ունենաս հստակ դիագնոզ քո ձեռքի տակ։ Այդ իսկ պատճառով այդ դեպքում իրականացում են որոշակի հետազոտություններ, բացառվում են բոլոր օրգանական պատճառները, ունենանք հստակ դիագնոզ, որ դա հոգեբանական տեսակի խնդիր է, եւ այնուհետ իրականացվի բուժման կուրս։